Գիտելիքը վերածել փորձառության, գաղափարները նախաձեռնության։ Գավառ համայնքի 4 դպրոցներում ստեղծված քաղաքացիական կրթության ակումբները հենց այս ուղղությամբ են զարգացնում սովորողների կարողությունները։ Գավառի համար 8, Նորատուսի համար 2, Ծովազարդի և Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցների 110 աշակերտ դարձել է ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ «Տիմուսույց 2» ծրագրի մասնակից։ Անցել են տարբեր վերապատրաստումներ, առաջնորդության հմտություններ, հաղորդակցման հմտություններ, ծրագիր առաջարկ գրելու և ներկայացնելու հմտություններ, վերջին փուլում իրականացրել են համայնքային փոքր նախաձեռնություններ։ Նախաձեռնությունների համար տրամադրվել է ֆինանսական աջակցություն, ինչպես նաև երիտասարդները ներգրավվել են հավելյալ միջոցներ դրամահավաքների կամ աշխատուժի տեսքով։ Ծրագրի իրականացման ընթացքում երիտասարդները մշտադիտարկել են համայնքում իրականացված ծրագրերը, առանձնացրել խնդիրները, ձևավորել առաջնահերթությունները, արդյունքում ծնվել և կյանքի են կոչվել սեփական նախաձեռնություններ, ուղղված իրենց իսկ բնակավայրերում երիտասարդական ակտիվությանը։ Ձեռքբերումները ներկայացրել են ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Ծրագրի հանդիպումների արդյունքում մենք կարողացանք ձեռք բերել մի շարք հմտություններ, կարողություններ, որոնցից էին օրինակ ինչպես կարող ենք ճիշտ արտահայտվել, ինչպես կարող ենք ճիշտ հաղորդակցվել, ինչպես քննադատորեն ճիշտ մտածել, նաև սովորեցինք, թե ինչպես կարող ենք մենք վերհանել մեր իսկ համայնքի խնդիրները եւ դրա հիման վրա էլ արդեն ծրագրեր կազմել։ Երիտասարդները կարողացան համախմբվել, իրենց գաղափարները հավաքել, միավորել եւ աշխատել այդ մի գաղափարի շուրջ, որպեսզի ստանան որևէ դրական արդյունք, որը մեր մոտ հաջողվեց եւ կարողացանք ֆիզդահլիճի համար որոշ պարագաներ ձեռք բերել։ Կարծում եմ շատ հետաքրքիր է եւ շատ կուզենանք, որ կրկին այդպիսի դասընթացներ լինեն, որպեսզի երիտասարդները ավելի ակտիվ լինեն եւ այդ դասընթացների միջոցով մոտենան համայնքին, այսինքն փորձեն որոշ նախագծեր անել թե իրենց դպրոցի, թե իրենց, թե համայնքի համար։ Ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ «Տիմուսույց 2» ծրագիրը իրականացնում է սոցիալական երկխոսություն հասարակական կազմակերպությունը, երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման ծրագրի շրջանակում բազմակողմ գործակցության արդյունքում։ Ծրագիր, որը հնարավոր է դարձել երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհի շնորհիվ, իսկ երիտասարդները գործելիս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից և իրականացնում ենք World Vision Հայաստանի մեծանախաձեռնությունների կենտրոնի և Գյումրի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը հենց նպաստեց նաև երիտասարդները գործելիս ծրագրի մեծ կարևորագույն նպատակին, այն է զորեղացնել երիտասարդներին, զարգացնել իրենց կարողությունները և նպաստել իրենց ավելի ակտիվ մասնակցությանը երկրի քաղաքական և հասարակական կյանքում։ Որպես հեռահար արդյունք ծրագիրն իրականացնողները նշում են երիտասարդների հետագա սեփական գործունեությունը համայնքային այլ նախաձեռնությունների իրականացման տեսքով, օգտագործելով ծրագրի ընթացքում ձեռք բերած գործընկերային կապերը, հատկապես Գավառի համայնքապետարանի հետ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։